տադիգս եւ պապիգս Ղարսից են, պապիգս սպանել են թուրքերը, Հայրաբեջան Ալեքսան է եղել պապիս անունը, եւ նա սպանել են, ես չգիտեմ արդեն ինչ ձևով են սպանել, բայց տադիգս մենակ բերել է իր տեքոր եւ եղբոր երեխաներին 15-ից ավել երեխաներ բերել հասցրել է Գյումրի, բերել է Հայաստան, ճանապարհին իր 4 տարեկան միակ աղջիկը, որին չի կարողացել այդքանին միանգամից բերել, տվել է որպանոց, մահացել է որպանոցում, իսկ այդ հարազատների երեխաներին ինքը բերել հասցրել է մինչև Գյումրի։ Ամբողջ կյանքը տատիկս ինչքան ապրեց, ես հիշում եմ նրա ձայնը նստած անընդհատ արցունքներով երգում էր կռունգը, սարսափելի դառը հուշեր կան տատիկիցս, պապիկիցս։ Հայաստան Մանուկյանը ծնվել է 1901 թվականին Սարիղամիշում։ Մեծ եղերնի ժամանակ ականատես է եղել բոլոր այդ ոչռագործությունները, որ կատարել են թուրքենիչաները։ Թաքնվեց նա դիակների տակ, թուրքերը իրենց սովորության համաձայն խանչալները գալիս ստուգում են եւ ամբողջ մարմինը սպիավորված էր շրանների մեջ։ 14 տարեկան էր, որ այդ ամբողջ իրադարձությունների ժամանակ նա փրկվեց, եկավ Ղալթախչի, մի հայկական լավ ընտանիք, Արաքելյանների ընտանիքը վերցրեցին, պահեցին եւ նա ապացուցեց, որ Հայաստանը պետք է գոյատևի։ Ես Պասկաստանից եմ եկել, շատ ուրախ եմ, որ այսօր ես կարողացամ կամ այստեղ առաջին անգամս ես Հայաստանում այստեղ պետք է ուժեղանանք եւ ամբողջ աշխարհին ցույց տանք, որ այս օրը միշտ հիշենք եւ դաս լինի, ինչպես ասած, ամբողջ աշխարհի համար։ Այսօրվա իմաստը գալիս է դարերից, ոչ թե 1915-ից, այսինքն 111 տարի, ոչ, դերևս արաբական, պարսկական, հռոմեական, հատկապես կործանարար եղավ Անի Բագրատունյանց թագավորությունը, որը Հայաստանը շատ բան կորցրեց, դրանից հետո գնաց Կիլիկիա, հետո կարճ Խամսայի մելիքություններ, այսօր։ Սա մեզ պետք է բերի մի բուռ մտքի, միության, համազգային, որ հիմի ունենալով ամեն ինչ, այն ինչ որ հարիրա պետությանը, դարերից եկած պետության, ինչպիսին է Իրանը, ինչպիսին է Ռուսաստանը, Չինաստանը, փոքր, թվականագով փոքր լինելով, կարողանանք թույլ չտալ ոչ թե նման բոթի կրկնություն, այլ ընդհանրապես հայի վրա ձայն բարձրացնելը, ձեռք բարձրացնելը, հայության եւ հայի ունեցածի դեմ ոտնաձգությունները, այլն վերականգնենք այն, ինչ կորցրել ենք։ Հիմի էլ լռենք բարդի, ինչ կասեն, երբ մետեղ չարի կապարաշ խոսեն, չեն ասի, որ հայկաջանի են, այս ստրկական աղնատ վիճակին, մեզ ու կաչ նախնյաց գործեր, լավ գիտենք, մինչև երբ լռենք, մեզ ու կաչ նախնյաց գործեր, լավ